Աստված օրհնի ձեզ շատ սիրելիներս, ունենք այսօր հրաշալի ժամանակ եւ կուզենամ մի խոսքով կիսվել ձեզ հետ։ Գիտեք, արդեն երկրորդ շաբաթն է, որ գիտեք, սիրում եմ ես ընդհանրապես լավ բաների մասին խոսել։ Սիրում եմ հոգևորող ինչ-որ քարոզներ տալ, սիրում եմ հավատքի մասին խոսալ, սիրում եմ խոսել մեր Աստծո զորության մասին, իր բարության, իր սիրո մասին, որ ինքը օրհնող Աստված է, բայց գիտեք, ես երկրորդ շաբաթն է, կարծես չեմ կարա շարժվեմ տեղից գնամ առաջ։ Ու կարող ինչ-որ մեկի մոտ, գիտեք, սենց տպավորություն ստեղծվի, որ ինչա լավ անցած կիրակի լսեցինք դրա մասին։ Հիմա ինչա նորից էլի դրա մասին։ Գիտեք, իհարկե նույն քարոզը չեմ տալու, ուրիշ բանի մասին եմ խոսելու մի քիչ ուրիշ տեսակետից, բայց կուզենամ շարունակել այսօրվա իմ խոսքը, սիրելիներս, կուզեմ էլ այսօր խոսել մեղքի մասին, իմ խոսքը այսօրվա իմ ուղերձը այսպես եմ վերնագրել. թաքցնեմ մեղքս, կամ մեղքս թաքցնեմ։ Այսօր այդպես եմ վերնագրել, կարծում եմ, որ ծառայության վերջում ինչ-որ բան դուք կստանաք, հավատում եմ, որ Աստված այսօր կաշխատի մեր սրտերի հետ եւ ինչ-որ բաներից մենք այսօր ազատագրված կգնանք տուն։ Գիտեք, մի անգամ եղավ, երբ որ դեռ այս դալիճում չէինք հավաքվում, նախկին մեր, եկեղեցու շենքում էինք հավաքվում եւ օրերից մի օր Աստված սրտումս դրեց, որ քարոզեմ Գեդեոնի մասին։ Այդ օրվա ամբողջ իմ քարոզը Գեդեոնի մասին էր։ Քարոզում էի Գեդեոնի մասին, հիմա չեմ հիշի ինչի մասն էր խոսքը, որ պետք է հավատքով լցվենք, թե ինչ-որ բան կոնկրետ չեմ հիշի։ Հետո հաջորդ կիրակի օրը մեր մոտ հյուր կար։ Հայաստանից մի հատ հովիվ կար, որ պետք է գար մեր մոտ քարոզեր։ Ես իր հետ ընդհանրապես ոչ մի բան չէի խոսացել, ընդհանրապես չէի ասել ինչ թեմայում ես տվել անցած կիրակի։ Հարցրեց ինչի մասին քարոզեմ, որպես կանոն ասում եմ ինչ որ ներսումդ կա, ինչի միջով որ հիմա անցնում ես, կիսվի ինչ որ Աստված կդնի քո սրտում։ Եկավ այդ կիրակի օրը, եկավ էս մեր հյուրը ու էլի քարոզեց Գեդեոնի մասին։ Նույն քարոզը համարյա տվեց, ինչ որ անցած կիրակի ես էի խոսացել։ Լավ, մի քիչ ուրախացանք, որ Աստված է, ուրեմն գիտի ինչումն է խնդրեմը, որ երկրորդ անգամ է այս խոսքը լինում։ Երրորդ կիրակին էլի մեր մոտ հյուր կար։ Եթե չեմ սխալվում, կարծեմ Աղաջանյան Արթուրն էր։ Ինքը մեր մոտ ստեղ էլ ծառայել արդեն երկու անգամ։ Եկավ Աղաջանյան Արթուրը։ Ու էլի իր հետ ոչ մի բան չէի խոսացել, ժողովուրդ։ Բացարձակ չէի ասել, ինչի մասին ենք մենք քարոզել, ինչ թեմա պետքա լինի։ Երրորդ կիրակին եկավ, էլի Գեդեոնի մասին քարոզեց, էլի նույն քարոզը տվեց։ Երրորդ կիրակի օրը ոչ մեկս, ոչ մեկ հետ ոչ մի բան չէինք պայմանավորվել։ Գիտեք, իմ համար դա նշան էր, ուրեմն Աստված այնքան լուրջ է ուզում մեզ ինչ որ մի հատ բան հասցնի, որ երրորդ քարոզիչը երրորդ կիրակին գալիս է նույն բանը քարոզում։ Ինչ որ առաջի երկու քարոզիչներն են խոսացել։ Գիտես ու այսօր ես կարծում եմ, քանի որ երկրորդ անգամ եմ դրա մասին խոսելու, սիրելիներս, ուրեմն Աստված ինչ որ բան ունի ինձ ու քեզ ասելու ու դրա նկատմամբ շատ ուշադիր է պետք լինել։ Շատ ուշադիր, ունենալ սպասում, ունենալ փափագ, ունենալ խոնարհ սիրտ, որպեսզի հասկանանք ինչ է Աստված ուզում իմ ու քո կյանքում փոխի սիրելից։ Ինչ է Տերը այսօր ուզում ինձ ու քեզ հասցնի։ Դավիթ թագավորը միտեղ ասում է, Աստված մի անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի։ Երևի էսի այդ դեպքն է։ Աստված մի անգամ խոսեց, ես երկու անգամ լսեցի։ Գիտեք, ու այսօր ուզում եմ իմ խոսքը սկսեմ մի տեղից, Առակաց գրքում կա մի հետաքրքիր այսպիսի բան։ Մեղքս թաքցնեմ։ Գիտեք, շատ հետաքրքիր է, ինչ կկարդամ այդ Առակացի տեղը, սիրելիներս, ինչա կատարվում երբեմն մեր կյանքում։ Ընդհանրապես, գիտես, մարդ արարածը շատ հետաքրքիր ստեղծագործություն է։ Մենք շատ անգամ բաներ ենք անում, որ մեզ թվում է ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ չի տեսնում, ոչ մեկ չի հասկանում։ Սիրում ենք դերասանություն անել։ Ու գիտեք, հետաքրքիրը ինչ է, որ դա մարդու էության մեջ կա։ Այս վերջերս ուրեմն Նարինեի աղբոր աղջիկը մեր տան էր, քան տարեկան է։ 3 տարեկան երեխա է։ Փոքր աղջիկ է։ Ուրեմն չի ուզում հաց ուտի, չի ուզում ուտեն, ինչ որ Նարինեն է պատրաստել, սկսեց լաց լինել,
Պապային եմ ուզում, բայց պապային չի ուզում, դերասանություն անում։ Տեսա, որ ուշադրություն չենք դարձնում, մեկ էլ սենց արեց։ Ես արդեն լացում եմ։ Մի հատ ինքը բարձրաձայնում է, որ մենք հասկանանք, ինքը արդեն լացում է։ Ուշադիր եղեք, ես արդեն լացում եմ։ Զանգեցինք պապային, ասեց լավ, չի ուզում մի ոչ մի բան էլ տվեք ուտելու, տուժը լացը կտրավ։ Ասինք էլ չես ուզում պապային, ասում է չէ։ Հիմա մենք մարդիկ գիտեք մեզ թվում է, որ սիրում ենք դերասանություն անենք։ Մի հատ բան խնդիր ունենք, փորձում ենք էդի սենց ծածկենք, փորձում ենք ցույց տանք, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ժողովուրդ ջան, բայց Աստված ամեն բան գիտի։ Աստված մեր սրտերը քննում է, Աստված գիտի մեր ընթացքը։ Ու գիտեք, շատ մեծ վտանգ կա, երբ որ մեր կյանքում կա խնդրեմ, մենք փորձում ենք դա պահել։ Այսօր դրա մասին եմ ուզում խոսել։ Այսօր կուզենամ, որ ամեն մեկը սիրելիներս ստեղ սթափվի։ Գիտեք, շատ բան կարող է ես չիմանամ, քո կողքի նստածը չիմանա։ Շատ անգամ մարդիկ մի տան մեջ ապրում են, իրար մասին բաներ կա չգիտեն։ Բայց Աստված ամեն բան գիտի։ Ու մենք պիտի մի բան հասկանանք, սիրելիներս, մեղքը դա այդպիսի մի բան է, ես չգիտեմ, այնպիսի մի երևույթ է, որ երբ որ գալիս է մարդու կյանքում, գիտեք, ինքը սկսում է քանդել մարդու կյանքի ամեն մի բնագավառը։ Երբ որ մեղքը գալիս է, դա մենակ հոգևոր ինչ որ փորձառություն չի։ Դա մենակ հոգեպես չի մեզ ճնշում, սիրելիներս։ Երբ որ մեղքը գալիս է մեր կյանքում, գիտեք, մեղքը իր հետ անեծք է բերում։ Ասում է մեղքը որ ծնվավ, Հակոբոսը գրում է, ինչ կլինի։ Ասում է մահ կծնվի։ Այսինքն ուր որ մեղքը գալիս է, ինքը սկսում է քանդել, ինքը սկսում է սպանել։ Մեղքը իր հետ մահ է բերում, սիրելիներս։ Մեղքը երբ որ գալիս է, ոչ թե մենակ մարդուն է քանդում ներսից։ Ինքը քանդում է մարդու ընտանիքը, ինքը քանդում է մարդու կյանքը, քանդում է մարդու գործերը, գողանում է մարդու ուրախությունը, գողանում է մարդու խաղաղությունը, գողանում է մարդու ազատությունը։ Եվ գիտեք, առակած գրքում այսպիսի մի հետաքրքիր բան կա գրված։ 6-րդ գլուխ 27-28 խոսքերը։ Ասում է, հնար է, որ մի մարդ կրակ կրի իր ծոցումը եւ նրա հանդերձները չայրվեն։ Կամ կարելի է, որ մարդ կայծերի վրա ման գա եւ նրա ոտները չխանձվեն։ Հնարավոր չի, ժողովուրդ ջան, հնարավոր չի մարդը կրակ կրի իր ծոցի մեջ, իր հանդերձները չվառվի։ Հնարավոր չի մարդը կայծերի վրայով քայլի, ու այստեղը խոսում է կոնկրետ մեղքի մասին։ Կարակ կոնտեքստի մեջ այդտեղը կարդակ, կտեսնեք, որ առակած գրքում այդ գլուխը խոսվում է մեղքի մասին։ Խոսում է տարբեր մեղքերի մասին, խոսում է պոռնկության մասին։ Հնարավոր չի, սիրելիներս, ասում է, կրակի հետ խաղ անես ու չվառվես։ Մեղքը դա կրակ է, որի հետ խաղ անել պետք չի։ Ու ինչքան շատ մոտենաս կրակին, այնքան շատ կվառվես։ Հիմա ուզում եմ միտեղ էլ կարդանք Սաղմոս 32 եւ 1-ից 11 խոսքերը։ Ամբողջությամբ կուզենամ այս Սաղմոսը կարդալ ձեզ համար։ Դավիթի երգ։ Երանի նրան, որի անօրինությունը թողվեց եւ որի մեղքը ծածկվեցավ։ Երանի այն մարդին, որ Տերը անօրինություն չի համարում նրան եւ նենգություն չկա նրա հոգիի մեջ։ Երբ որ ես լուռ կացա, ոսկորներս մաշվեցան իմ ամեն օր հառաչելովը, որովհետև ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, իմ թացությունը ամառվա չորություն դառավ։ Գիտեք, շատ հետաքրքիր նկարագիր է տալիս Դավիթը մեղքին։ Ասում է, երբ որ ես լուռ կացի, ոսկորներս մաշվեցին իմ ամեն օր հառաչելովը։ Գիտես, երբ որ մարդու կյանքում մեղք կա, սիրելիներս, ով է հեչ ունեցել այդ զգացումը, որ ներսում ինչ որ մի բան քեզ խանգարում է, ռեալ խնդիր ունես։ Գիտես, մաշվում ես, ուրախությունդ գնում է, տանջանք է գալիս։ Մարդկանց հետ չես կարա նորմալ շփվես, մարդկանց աչքերի մեջ չես կարա նորմալ նայես։ Տառապանք է գալիս մարդու կյանքում, ասում եմ, ոսկորներս, գիտես, մեղքը էդ ինձ բան է, որ շատ անգամ ինքը կարա ֆիզիկապես էլ չերևա։ Բայց գիտես, էդի մի հատ այնց ուժ է, որ անգամ մինչև ոսկորներդ քեզ մաշեցնում է։ Մինչև ոսկորներդ շատ անգամ կարա քեզ ցավացնի։ Մարդը կորցնում է իր քունը, կորցնում է իր հանգիստը, շատ մարդիկ գիշերները չեն կարա հանգիստ քնեն, մեղքի պատճառով տանջվում են, ֆիզիկապես կարծես ոչ մի բան հետը չի կատարվում, բայց այդ ներքի ցավը իրան հանգիստ չի տալիս, իրան դադար չի տալիս։
Ու ինչ է ասում։ Ասում է ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա։ Շատ հետաքրքիր է, սիրելիներս։ Դա նշանակում է լուր պետք չի մնալ դրա մասին։ Ինչքան դու շատ լուր ես մնում, ես դա չի նշանակում, որ պիտի փողոց դուրս գանք ու սաղին պատմենք մենք ինչ ենք արել։ Դա նշանակում է, որ մենք դրա հարցերը պիտի լուծենք։ Դա նշանակում է մենք կապա, եթե զգում ենք չեն կարա դրա հարցերը լուծենք, ուրեմն պիտի դա բարձրաձայնենք։ Ու գիտեք, սատանան շատ մարդկանց ինչի վրա է բռնում։ Գիտեք, ես չգիտեմ, անթիվ անհամար անգամ մարդիկ ինձ ասել են, չէի ասում, որովհետև ամաչում էի։ Չէի ասում, որովհետև ինձ վատ էի զգում։ Չէի ասում, որովհետև չէի ուզում ինչ-որ չգիտեմ ինչ։ Բայց սատանայի նպատակը հենց դա է, քեզ հենց դրա մեջ բռնի, ամոթա, մի խոսա, չասես։ Ու գիտեք ինչ է լինում դրա հետևանքը։ Մարդը ոչ դրանից ազատվում է, ոչ մեկին կարա ասի։ Ու այդտեն շարունակ տարիներ կարա տառապի։ Գիտեք, նախքան Աստծուն գալը իմ մոտ այդտենց վիճակ էր։ Ես մարդկանց չէի կարա բացատրեմ իմ հետ ինչ էր կատարվում, մտածում էի կասեն ցնդելա։ Այս ինչ անհետեթ բաներ ա խոսում, չես ուզում մի արա։ Գիտեք, ես իրականում օգնության կարիք ունեի, բայց չէի կարա մեկին գտնեմ, ում մոտ որ կարամ սիրտս բացեմ, ասեմ ժողովուրդ, ես իրոք չեմ ուզում այս բան անեմ, բայց չեմ կարա սրանից ազատվեմ, չեմ կարա ինձ տիրապետեմ, չեմ կարա կառավարեմ ինձ։ Փառք Աստծուն, որ Տիրոջ ողորմության օրերից մի օր, հա, Աստված եկավ իմ կյանքի մեջ, ես գտա իրան, հա, իր ողորմությունով եկավ ու ինձ փրկեց, բայց եթե Տերը չգար ու ինձ գտներ, հա, իր ողորմությամբ, շատ հնարավոր է, սիրելիներս, ես այսօր ստեղ կանգնած չլինեի։ Եվ հետաքրքիր մի բան ասում է, իմ թացությունը ամառվա չորություն դառավ։ Գիտես, մեղքը չորացնում է։ Ով է տեսել հեչ ծառեր, որ առանց տերև չորացած, սկսել է փտել, գիտես մեղքը մարդու հետ այն նման մի բան է անում։ Նայում ես մարդուն արտաքինից, կարծես մարդը կենդանի է, քայլում է, հա կենդանի մարդ է դեմդ կայնած, բայց գիտես չորացած է։ Այս վերջերս մեկին մի ուրիշ քաղաքում ասել, լսի փառքը գնացել է վրայից հետ։ Կար ժամանակ եկեղեցի էր, ծառայության մեջ էր, ակտիվ ծառայում էր, ես մեկ էլ տեսնում ես փառքը գնացել է վրայից։ Ժողովուրդ դա երևում է։ Նայում ես փայլը գնացել է մարդու դեմքից։ Աչքերի մեջ չկային առաջվա կրակը։ Գնացել է փառքը վրայից։ Թացությունը չորություն է դառել։ Դա նշանակում է դրա հարցերը լուծելա պետք սիրելիներս, մեղքը դա հիվանդություն է մարդու հոգու մեջ։ Եվ տեսեք, ինչ է շարունակում ասել. ես մեղքս հայտնեցի քեզ եւ անօրինությունս չծածկեցի։ Ասեցի, թե անօրինությունս խոստովանեմ Տիրոջը եւ դու թողեցիր իմ մեղքի անօրինությունը։ Փառք Տիրոջը, սիրելիներս, ինչ հրաշալի Աստված ունենք մենք։ Գրված չի, որ ինքը դատապարտեց, գրված չի, որ ինքը քննադատեց, պատժեց։ Ասում է, ես չպահեցի մեղքս, ես չծածկեցի մեղքը, եկա խոստովանեցի, եկա հայտնեցի իմ անօրինությունը։ Ու ասում է, դու ներեցիր ինձ։ Գիտես, մեր Աստված սիրող հայր է։ Ինքը միշտ ինձ ու քեզ սպասում է, ինքը միշտ ուզում է ինձ ու քեզ վերականգնի։ Աստվածաշունչը ասում է, Աստծո քաղցրությունը մեզ ապաշխարության է տանում։ Աստծո քաղցրությունը, սիրելիներս, մեզ դատապարտության չի տանում։ Նրա քաղցրությունը մեզ փրկության է տանում, ապաշխարության է տանում։ Եվ տեսեք, կուզեմ շարունակել, եւ դու թողեցիր իմ մեղքի անօրինությունը։ Սրա համար ամեն բարեպաշտ աղոթք կանի քեզ գտնելու ժամանակումը։ Իրավի շատ ջուրերի հեղեղները վեր կենալիս չեն հասնի նրանց վրա։ Դու ես իմ ապաստանը, նեղությունից կպահես ինձ, փրկության երգերով կպատես ինձ, իմաստուն կանեմ քեզ։ Աստված ասում, եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որ նրանում պիտի գնաս, կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Մի լինեք ինչպես ձի եւ ջորի, որ միտք չունեն, որ նրանց կզակի մեջ սանձ եւ պախուրձ պետք է դնել, որ չմոտենան քեզ։ Հետաքրքիր է, մի եղեք ասում է ջորու նման, հա, վայրի ձիու նման։ Մի եղեք ջորու նման, ասում է ում բերանը սանձ է պետք դնել, հա։ Ինչ են սանձում ձիուն սիրելիներս։ Գիտես, սանձը ցավացնում է, երբ որ քաշում են։ Այլ խոսքերով Աստված ասում է, գիտես, մի հասցրեք այն վիճակի, որ հա ձիու նման սանձ է պետք դնել։ Մի հատ քաշեն պիտի այդ թոգերը, մի հատ ցավացնեն, ինչ որ մի հատ ցավեցնող բան պիտի լինի, որ
կանգնես ու հասկանաս, որ լսի դու սխալ ճանապարհի վրա ես։ Ու ասում է շատ ցավ կա ամբարիշտի համար, բայց նա, որ Տիրոջն է հուսացած, ողորմություն կպատի նրան։ Նա, ով որ Տիրոջն է հուսացած, ողորմություն կպատի նրան։ Ուրախացեք Տերով եւ ցնծացեք, ով արդարներ, եւ ցնծությամբ աղաղակեցեք ամենքդ, որ ուղիղ եք սրտով։ Գիտես, երբ որ մարդը ուղիղ է սրտով, ցնծություն է գալիս մարդու կյանքում։ Ցնծություն է գալիս, սիրելիներս։ Ես շատ անգամ տեսել եմ եւ ինքս ինչ որ տարբեր իրավիճակներ իմ կյանքում անցել եմ, գիտես, երբ որ քո կյանքում մի բան սխալ է, երբ որ դու քո տեղում չես։ Ու ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ, սիրելիներս, մեղքը դա մենակ շնություն ու գողությունը չի։ Գիտես, եթե մի բան կա Աստված քեզ ասել է ու դու չես արել, դա էլ է մեղք։ Աստվածաշունչը ասում է, որ գիտի բարին անելը ու չի անում, դա էլ է մեղք։ Պետք չի մեղքին պրիմիտիվ նայել, այ մեկը շնություն է գործել մեղքի մեջ է։ Հպարտությունը ամենասարսափելի մեղքն է։ Անհնազանդությունը ամենասարսափելի մեղքերից մեկն է։ Եվ ես կուզեմ այսօր Աստվածաշնչում, սիրելիներս, մի երկու պատմություն նայենք։ Ինչ տեղի ունեցավ, երբ որ մարդիկ փորձեցին պահել իրանց մեղքը։ Ես կուզենամ իրար հետ բացենք Հեսոյի գիրքը 7-րդ գլուխ, եւ ինչ կկարդանք, ուզում եմ մի փոքր հիշեցնեմ ձեզ, երբ որ Աստված Իսրայելին հանեց Եգիպտոսից, երևի շատերդ կհիշեք, Աստված տանում էր Իսրայելին դեպի Քանանի երկիր, հա, խոստացված երկիր։ Եվ երբ որ Իսրայելը եկավ հասավ Երիքովի մոտ, Աստված որոշ բաներ ասեց, ինչ իրանք պետք է անեն, հա, որ պետք է պտտվեն այդ քաղաքի շուրջը, ղևտացիները փողերը փչեն, ժողովուրդը աղաղակի եւ Երիքովի պատերը, հա, կփլվի, Աստված հաղթանակ կտա։ Բայց մինչ դա տեղի կունենար, Աստված իրանց ասեց. «Այդ քաղաքը անիծված է, այդ քաղաքից ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ մի արժեքավոր ինչ-որ բան հանկարծ չվերցնեք, որովհետև ամեն բան այդ քաղաքում նզովված է, անիծված է»։ Ինչ է տեղի ունենում։ Ժողովուրդը գնում է, գրավում է այդ քաղաքը, Աստծո ասացի պես ամեն ինչը տեղի է ունենում, գերբնական ձևի այդ քաղաքի պատերը փլվում են, Իսրայելը հաղթանակ է ունենում։ Անցնում է կարճ ժամանակ ու հետաքրքիր մի հատ բան է տեղի ունենում Իսրայելի մեջ։ Հեսոյի 7-րդ գլուխ առաջի խոսքից ուզում եմ կարդալ։ Բայց Իսրայելի որդիքը հանցանք գործեցին նզովքի վրա, որովհետև Հուդայի ցեղիցը Զարայի որդիի, Զաբդիի որդիի, Քարմիի որդի Աքարը նզովացից առավ։ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդկանց վրա։ Տեսեք, մեղքը մի մարդ էր գործել, բայց Աստվածաշունչը ասում է Իսրայելի որդիները մեղք գործեցին։ Ես չգիտեմ ինչի, միգուցե կար մեկը, որ տեսել էր, միգուցե կար մեկը հաճություն էր տվել, ես չգիտեմ, սիրելիներս։ Բայց հետաքրքիր է ինչ է, երբ որ Աստված բարկացավ, տեսեք ինչ է ասում։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդկանց վրա։ Չի ասում մենակ այդ մի մարդու վրա։ Ես կուզեմ, որ դուք այսօր ստեղ տեսնեք, ինչքան Աստված, սիրելիներս, լուրջ է նայում մեղքին, ինչքան Աստված կտրուկ է նայում մեղքին, որովհետև Աստծո խոսքը ասում է Աստված անօրինությանը հաճություն տվող Աստված չի։ Եվ տեսեք, եւ Հեսոն Երիքովից մարդիկ ուղարկեց դեպի Գայի, ուրիշ մի քաղաք, որ Բեթավանի մոտ Բեթելի արևելյան կողմին եւ ասեց նրանց, թե վեր գնացեք այն երկիրը լրտեսեք, եւ այն մարդիկ գնացին եւ Գային լրտեսեցին եւ հետ դառան Հեսոյի մոտ եւ ասեցին նրան, բոլոր ժողովուրդը վեր չգնա, միայն 2 կամ 3000 մարդի չափ վեր գնան եւ Գային կզարկեն, բոլոր ժողովրդին մի աշխատեցիր այնտեղ տանելով, որովհետև նրանք քիչ են։ Սիրելիներս, տեսեք, գնացին լրտեսները եկան, տեսան փոքր քաղաք է։ Եկան Հեսոյին ասին, Հեսու, հերիքա մի 2-3000 հոգի մարդ ուղարկի, կարիք չկա է սաղ ժողովրդին տեղահան անես։ Քիչ ժողովուրդ են, փոքր քաղաք է, կգնան կզարկեն նրանց։ Խնդրում եմ ուշադիր եղեք։ Եվ ժողովրդից 3000-ի չափ մարդ վեր գնացին այնտեղ։
Բայց Գայի մարդկանց առաջից փախան, եւ Գայի մարդիկը նրանցից 36 մարդու չափ զարկեցին, եւ նրանց հալածեցին դռան առաջից մինչև Սեբարիմ, եւ զառիվայրի վրա նրանց զարկեցին, եւ ժողովրդի սիրտը հալվեց եւ ջուր դառավ։ Եվ Հեսուն իր հանդերձները պատառեց Տիրոջ տապանակի առաջին եւ իր երեսի վրա վայր ընկավ գետինը մինչև իրիկուն, ինքը եւ Իսրայելի ծերերը, եւ իրանց գլխի վրա հող ցանեցին։ Եվ Հեսուն ասեց. «Օ Տեր Եհովա, ինչու համար այս ժողովուրդը Հորդանանի այս կողմն անցկացրիր, որ մեզ ամորացիների ձեռքը մատնես եւ մեզ կորցնես։ Երանի թե Հորդանանի այն կողմին գոհ լինելով մնայինք, աղաչում եմ Տեր, ես ինչ ասեմ Իսրայելն իր թշնամիների առաջին մեջք դարձնելուց հետո, որովհետև քանանացիները եւ երկրի բոլոր բնակիչները լսելով մեզ կպաշարեն։ Եվ մեր անունը երկրի վրայից բոլորովին կկտրեն, այն ժամանակ ինչ պիտի անես քո մեծ անունը։ Եվ Տերը Հեսուին ասեց. «Վեր կաց, ինչու համար այսպես երեսիդ վրա ես ընկել։ Իսրայելը մեղք գործեց եւ զանցարին իմ ուխտը, որ պատվիրեցի նրանց, որովհետև վեր են առել նզովացիցը եւ գողացել են, եւ սուտ են խոսել, եւ նաեւ իրանց կարասիներում են դրել։ Եվ Իսրայելի որդիքը չեն կարող իրանց թշնամիների առաջին կանգնել, նրանք իրանց թշնամիների առաջին մեջ կդարձնեն, որովհետև նզովք են եղել։ Եվ այլևս ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզովացը ձեր մեջից բնաջինջ չանեք։ Վեր կաց, ժողովրդին սրբիր եւ ասիր, եկուցվա համար սրբվեք, որովհետև Իսրայելի Տեր Աստվածը այսպես է ասում. Ով Իսրայել ձեր մեջը նզովք կա, դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջին, մինչև որ նզովքը ձեր մեջից վեր չառնեք։ Եվ առավոտանց ձեր ցեղերովը մոտեցեք, եւ Տերը, որ ցեղին որ վիճակ բռնելու լինի, նա մոտենա իր ազգատոհներով, եւ Տերը, որ ազգատոհմին որ բռնելու լինի, նա մոտենա իր տներով, եւ Տերը, որ տունը որ բռնելու լինի, նա մոտենա իր մարդիկներով։ Մինչ կշարունակեմ, հետաքրքիր մի հատ բան ա լինում։ Աստված Հեսուին ասում է վեր կաց, հա, Հեսուն եկավ ընկավ Աստծո առաջը, ճղեց իր շորերը, ասեց, «Էս ինչ էր Տեր, հա, մի փոքր ժողովուրդ չկարողացան հաղթել»։ Աստված ասեց, ձեր մեջ նզովք կա, ձեր մեջ մեղք կա։ Դուք չեք պահել իմ ուխտը, սուտ եք խոսացել, իմ դեմ սխալ բան եք արել։ Ու տեսեք ինչ է ասում, քանի որ ձեր մեջ մեղք կա, նզովք կա, դուք չեք կարող կանգնեք ձեր թշնամիների դիմաց։ Ու Աստված ասում է, ես ձեր հետ չեմ լինի, որովհետև ձեր մեջ մեղք կա։ Հասկանում եք, սիրելիներս, ինչ է տեղի ունենում, երբ որ մեղք կա, երբ որ ծածուկ մի բան կա, բոլորը չէին տեսնում դա, Հեսուն էլ անգամ տեղյակ չէր դրա մասին, բայց Աստված գիտեր։ Երբ որ մեղքը գալիս է, պարտություն է գալիս։ Սիրելիներս, այն հզոր ժողովուրդը, որ Երիքովի նման անհասանելի քաղաքը կարողացավ Աստծո զորությունով գրավի ու վերցնի, մի փոքր քաղաք, մի փոքր ժողովուրդ, երբ որ մեղքը եկավ, չկարողացավ հաղթի։ Եվ ահա պատասխանը շատերի համար, ինչի շատ անգամ ենք շատ փոքր բաներ, կարծես փոքր խնդիր է, փոքր պրոբլեմ է, բայց մի հատ մեծ բեռ է դառնում մեր կյանքում, չեն կարող դրա հարցերը լուծենք։ Ինչի? Որովհետև մեղք կա շատերի կյանքում։ Որովհետև ուր որ մեղք կա, Աստված թեքում է իր երեսը։ Եվ Աստված, միևնույն է, սիրելիներս, իր բարությունից ելնելով, ասում է գտեք այդ մարդուն, բերեք Իսրայելին իմ առաջ, վիճակ գցեք ու ես ցույց կտամ ով է։ Աստված ուզում է, որ մեղքը վեր առնվի։ Աստված չի թողում իր ժողովրդին։ Աստված շարունակում է խոսել իր ժողովրդի հետ։ Այսօր էլ Աստված խոսում է մեզանից շատերիս հետ, սիրելիներս։ Այսօր էլ Աստված ուզում է շատերին փրկի, այսօր էլ Աստված ուզում է շատերին սրբի, այսօր էլ Աստված շատերին ուզում է իրան ծանր վիճակից հանի։ Այսօր էլ շատերին Աստված ուզում է հաղթանակ տա, ձեր շատերի հետ Աստված ուզում է գնա ձեր թշնամիների դիմաց։ Բայց խնդիր կա, որի հարցերը լուծելա պետք։ Խնդիր կա, որի մասին միգուցե շատ մարդիկ չգիտեն, բայց Աստված գիտի։ Աստված ծածուկը տեսնող Աստված է։ Եվ
Ինչ տեղի ունեցավ, սիրելիներս։ Չեմ ուզում շատ երկար կարդամ, կարակ տան այս ամբողջ գլուխը կարդակ։ Եվ վիճակ են գցում ու այդ աքարի վրա է վիճակը ընկնում եւ աքարը բռնվեց եւ Հեսուն աքարին ասեց. «Որդիս, հիմա Իսրայելի Տեր Աստծուն փառք տուր եւ նրան խոստովանիր եւ քո արածը հիմա ինձ հայտնիր, ինձանից մի ծածկիր»։ Ու աքարը պատասխանեց Հեսուին եւ ասեց. «Իրավ, ես Իսրայելի Տեր Աստծո դեմ մեղ գործեցի։ Եվ այսպես ու այսպես արի, այսինքն ավարի մեջ մեկ լավ սենարի վերարկու 200 սիկղ արծաթ, 50 սիկղ ծանրությամբ մեկ ոսկի լեզու տեսա եւ նրանց ցանկանալով առա։ Եվ ահա նրանք իմ վրանի մեջ հողում թաքցված են եւ արծաթը նրա տակին է»։ Ես բերել թաքցրել էր, մարդ չգիտեր դրա մասին, բայց Աստված գիտեր։ Աստված գիտեր, ժողովուրդ։ Աստված ամեն բան գիտի, սիրելիներս։ Շատ գայթակղիչ էր, հա, ինչ որ թանկ շոր տեսավ, 200 սիկղ արծաթ, ինչ որ մի հատ ծանր քաշի, ինչ որ առարկա էր մի հատ երևի, մի հատ լեզու ոսկուց։ Տեսավ, ասում է, ցանկացա։ Այո, մեղքը շատ անգամ շատ ցանկալի է։ Մեղքը շատ անգամ շատ ցանկալի է, բայց գիտես մի գիծ կա, որ ես ու դու իրավունք չունենք անցնելու։ Եվ գիտեք, պատմությունը ամբողջությամբ տանը կկարդաք, այդ մարդը շատ խիստ պատժվեց։ Երբեմն երեք Նարինեի հետ խոսում էինք տանը, ինչեր երբեմն Աստված այդքան խիստ վարվում մարդկանց նկատմամբ։ Գիտեք, դա ժամանակ էր, որ մեղքը ոչնչացնելու համար պետք էր ոչնչացնել մարդուն, որտեղ Հիսուսը դեռ աշխարհ չէր եկել։ Ուրիշ ձևի մեղքը ոչնչացնել հնարավոր չէր։ Ու գիտես, մեղքը ինքը քաղցկեղի նման տարածվում է։ Եվ Աստված պատվիրել էր, որպեսզի այդ մեղքը չտարածվի, որպեսզի ժողովրդին դաս լինի։ Այդ մարդուն իր ամբողջ ունեցվածքով, իր ամբողջ տնով հանեցին մի ձոր ու քարկոծելով սպանեցին, ու դրանից հետո գրածա վառեցին։ Գիտես, դա Աստծո վերաբերմունքն է ցույց տալիս մեղքի նկատմամբ։ Աստված երբեք իմ ու քո մեղքը չի հանդուրժի, սիրելիս։ Երբեք։ Եվ ուզում եմ եւս մի պատմություն Աստվածաշնչում Դավիթ թագավորի մասին։ Երկրորդ թագավորաց գրքում է գրված 11-րդ գլխում։ Բոլորի շատ քաչ հայտնի պատմություն է, երբ որ Դավիթը Բերսաբեի հետ Ուրիայի կնոջ հետ շնացավ, հերիք չի շնացավ, Ուրիային էլ ուղարկեց, որպեսզի թշնամու սրով սպանվի, հերիք չի դրանից հետո Ուրիայի կնոջը իրան կին վերցրեց։ Եվ գրված է, որ դա Աստծո աչքերում շատ չար երևաց։ Եվ չնայած նրան, սիրելիներս, ինչ եմ Դավիթի օրինակը հատուկ վերցրել այսօր։ Ու գիտեք, այն Սաղմոսը, որ կարդացի, դա Դավիթի Սաղմոսն էր։ Դավիթը շատ լավ հասկացել էր ապաշխարության զորությունը։ Դավիթը շատ լավ ճանաչում էր Աստծուն, ինքը գիտեր, որ Աստված ներող Աստված է։ Եվ գիտես, հետաքրքիր մի բան կա, ես չեմ ուզում պատմությունը ամբողջությամբ պատմեմ, բայց մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Աստված իր մարգարեին ուղարկում է Դավիթի մոտ։ Նաթանին ուղարկում է Դավիթի մոտ։ Նաթանը գալիս է, մի հատ առակ է պատմում, որ ինչ որ մի հատ հարուստ, մի հատ աղքատի, հա, ոչխարը վերցրել մորթել է, ինչ որ սենց բան, ու Դավիթը աղաղակում է. «Ով է այդ մարդը? Այդ մարդը մահվան է արժանի։ Նա մահի որդի է», ասում է։ Գիտեք, ամենազարմանալին ինչ է, սիրելիներս, որ շատ անգամ մարդը ինքը երբ որ մեղքի մեջ է, իր մեղքը չի նկատում։ Գիտես, ինքը ավելի սարսափելի բան էր արել։ Իր հավատարիմ մարդկանցից մեկին սպանել էր, իր զորավարներից մեկին, այն էլ թշնամու սրով էր սպանել։ Իր կնոջ հետ շնացել էր, իր ամենահավատարիմ մարդկանցից մեկի։ Հերիք չի այդ ամեն ինչը, այդ ամեն ինչից հետո էլ այդ կնոջը իրան կին է վերցնում։ Դրա մասին չէր մտածում։ Ինչ որ մեկի ոչխարին վերցրել մորթել, ասեց այդ մարդը մահի որդի է։ Ու գիտեք, շատ անգամ մեր կյանքում կարա այդպես լինի։ Երբ որ մարդը մեղքի մեջ է, գիտես, մեղքը հոգևոր կուրություն է բերում մարդու կյանքում։ Մարդը իր արածները չի նկատում, իր արած չար գործերը չի նկատում, ուրիշներին գնահատական է տալիս։ Ուրիշների հետևից բաներ է խոսում, ուրիշներին քննադատում է։ Բայց սիրելիներս, եկեք առաջ երթին մենք մեզ նայենք։ Հիսուս ասեց առաջ քո աչքի գերանը հանի,
Հետո նոր ընկերոջդ աչքի փուշը կնկատես։ Նոր ընկերոջդ աչքի փուշը կհանես, առաջ քո աչքի գերանը հանի։ Եվ սիրելիներս, հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, երբ որ Նաթանը եկավ Դավիթի մոտ, հանդիմանեց Դավիթին։ Նաթանը, երբ որ Դավիթ հարց տվեց, ասեց. ով է այդ մարդը, նա պետք է մեռնի։ Նաթանը ասեց. դու ես Դավիթ այդ մարդը։ Գիտեք առաջի բանը ինչ ասեց Դավիթը, ասեց մեղանչել եմ Տիրոջ դեմ։ Դավիթը ուներ ապաշխարող սիրտ, սիրելիներս, ինչի կարիքը մեզանից շատերը ունեն այսօր։ Վատ է մեղքը, շատ վատ է, բայց գիտեք ավելի վատ է մեղքը ծածկելը։ Դրանից Աստված զզվում է։ Ես վստահ եմ, եթե Ադամը ապաշխարեր, չասեմ վստահ եմ 100%-ով, բայց ես կարծում եմ լրիվ ուրիշ ընթացք կունենար, որովհետև մենք Աստծո գործերը չենք կարող իմանալ մինչև խորը։ Մեզ տրված չի իմանալ ինչ կլիներ եթե։ Բայց գիտեք ցավալին ինչ է, երբ որ Աստված եկավ Ադամի մոտ, Աստված հարցրեց Ադամ ուր ես, բայց Ադամը թաքնվել էր, պահել էր իր մեղքը։ Չեկավ Աստծո մոտ, ասի մեղանչել եմ քո դեմ։ Եվ ինչ ես արել։ Էլ իր վրա չվերցրեց իր մեղքը։ Օծը եկավ խաբեց։ Ու գիտեք մենք սովոր ենք միշտ ինչ որ մեկին մեղադրենք։ Այն իր պատճառը, այն մեկը ասեց, այն մեկը սենց արեց, դրա համար գնացի։ Դա չի արդարացնի քեզ սիրելիս, քո մեղքի համար Աստված քեզանից կհարցնի։ Քո կողքինից չի հարցնի, քեզանից կհարցնի։ Աստծո խոսքը ասում է մեզանից ամեն մեկը ինքը հաշիվ կտա։ Հարևանդ քո տեղ չի գա հաշիվ տա Աստծուն, երբ որ կանգնես իր առաջ։ Դրա համար եկեք զգուշ լինենք սիրելիներս, եթե ինչ որ բան էլ կա մեր կյանքում, ինչ որ դուռ ենք բացել, ինչ որ բաց թողում ունենք, ուրեմն եկեք Աստծո առաջ բաց լինենք, եկեք խոստովանենք Տիրոջ առաջ։ Եվս մի պատմություն կա Աստվածաշնչում, սիրելիներս, մենք այսօր նույնպես հաղորդություն ենք ունենալու։ 4-րդ Թագավորաց գրքում է գրված 5-րդ գլուխը։ Գեհեզիի մասին պատմություն է, Եղիսեի ծառան էր։ Երևի շատերս կհիշենք այն պատմությունը, երբ որ Նեեման Ասորին, Ասորեստանի, զորագլուխը, բորոտով հիվանդ էր, բորոտությունով, եւ մի հրեա աղջիկ խոսում է նրա մասին, որ Իսրայելում կա մի մարգարե, թող իմ Տերը գնա իր մոտ, եւ մարգարեն կբժշկի։ Մի խոսքով, Նեեմանը գալիս է, բժշկվում է, հետը շատ բաներ է բերում, հարստություն է բերում, բայց Եղիսեն հրաժարվում է ինչ որ բան ընդունելուց։ Գեհեզին դա տեսնելով, ասեց ախր ոնց սենց, հələ այս մարդը ինչքան թանկարժեք շորեր է բերել։ Գիտեք էլի նույն պատմությունն է։ Արգելված պտուղը։ Աքարը կերավ արգելված պտուղը, Դավիթը կերավ արգելված պտուղը։ Գիտես ինչքան էլ մեղքը երբեմն գայթակղիչ լինի ու քաղցր երևա սիրելիս հեռու մնա։ Չի կարա մարդը կրակ կրի ծոցի մեջ ու իր հանդերձները չվառվի։ Վերջում վառվելու ես։ Կարող է պահի տակ հաճելի լինի, դա վերջում կվառվես։ Գեհեզին էլ չդիմացավ։ Ասեց այ մարդ, այս մարդը այսքան հարստություն է բերել, այսքան ոսկի արծաթ, ախր սա հնարավորություն է, ոնց չվերցնենք։ Ինչի չվերցնենք։ Չդիմացավ։ Եղիսեն ասեց չէ, բայց ինքը թաքուն վազեց Նեեմանի հետևից։ Եկավ ասեց իմ Տերը ուղարկել է, մի երկու զույգ շոր, ինչ որ ոսկի, շոր թանկարժեք բաներ ուզեց։ Նեեման էլ ուրախ էր, ինքը բժշկվել էր, բորոտությունից բուժվել էր, ժողովուրդ մեծ հրաշք էր Աստված արել։ Ինքը մեծ ուրախությամբ տվեց Գեհեզին, ինչ որ Գեհեզին ուզեց։ Գեհեզին եկավ դա թաքցրեց, հետ եկավ Եղիսեի մոտ։ Գեհեզի ուր էր գնացել։ Հեչ, ստեղ երկը, զբոսնում էի։ Գեհեզի, երբ որ դու գնացիր, Եղիսեն ասեց, իմ հոգին քո հետ եկավ։ Եղիսեն հոգու մեջ տեսավ, Աստված ցույց տվեց։ Ասեց Նեեմանի, նրա համար որ դու դա արեցիր, ասեց միթե ժամանակ էր Իսրայելում ոսկի արծաթ վերցնելու կամ շքեղ հանդերձներ վերցնելու։ Դա ճգնաժամ էր Իսրայելում այդ ժամանակ։
Ասեց Նեեմանի բորոտությունը լինի քո վրա ու քո ամբողջ սերունդի վրա։ Ու այդ օրվանից մենք Գեհեզիի անունը էլ Աստվածաշնչում չենք տեսնում, սիրելիներս։ Մեկը, ով որ կանչված էր լինի մարգարեի կողքին, Աստծո ուծյալի կողքին, մեկը, ով որ կանչված էր միգուցե ոնց որ Եղիսեն Եղիայից, ընդունեց այդ ծառայության պաշտոնը, միգուցե Գեհեզին հաջորդն էր Եղիսեից հետո լինելու Իսրայելում մարգարե։ Բայց գիտեք, մեկ ով որ կանչված էր Աստծո փառքը տեսնելու, Աստծո զորությունը իր վրա կրելու, բորոտությունով հիվանդացավ ու իր անունը կորում Աստվածաշնչից, մենք էլ իրան չենք տեսնում։ Եվս մի պատմություն, սիրելիներս, մենք կարող ենք մտածել, դե գիտես դա հին կտակարան էր, բայց նոր կտակարանում չէ, որ Հիսուսը եկավ, խաչվեց մեզ համար։ Հիսուսը այնքան սիրեց մեզ, որ խաչը բարձրացավ ամեն մեկիս համար։ Եվ գիտեք, Գործ Առաքելոցում շատ մի հայտնի ևս պատմություն կա։ 5-րդ գլուխը Անանիայի ու Սափիրայի պատմությունը։ Դրանից առաջ Բարնաբասը ծախել էր իր ունեցվածքը, բերել էր դրել էր առաքյալների ոտքերի մոտ։ Մեծ զոհեր արել։ Անանյան ու Սափիրան տեսան այդ արձագանքը, միգուցե եկեղեցու, ես չգիտեմ, միգուցե իրանք էլ ուզեցին ինչ-որ ձևի Երևան։ Բայց դե գիտեք, մի հատ բան կար, ասին լսի, արի կեսը տանենք, կեսն էլ պահենք, ով կիմանա որ։ Եկան բերեցին, դրեցին առաքյալների ոտքերի մոտ, Պետրոսը ասեց, Անանյա, այսքանի արդյոք ծախեցիք ձեր ունեցվածքը, ձեր կալվածքը։ Ասեց այո, այսքանի։ Ես մարդիկ շատ հեշտ սուտ կարան խոսեն։ Աստծո մարդու առաջ կանգնած սուտ է խոսում։ Ասեց սա ինչ է, որ դու թույլ տվիր սատանան քո սրտի մեջ դնի սա, որ դու Աստծուն սուտ խոսես։ Գիտես, չի ասում ինձ սուտ խոսես։ Նայեք ժողովուրդ, մարդու հետ է դիալոգը գնում, երկխոսությունը։ Բայց Պետրոսը ասում է, սա ինչ է, որ սատանան դրեց սրտիդ մեջ Աստծուն սուտ խոսես։ Ժողովուրդ, մենք Աստծո առաջ ենք կանգնած։ Ախր մենք մարդկանց հաշիվ չենք տալու, մենք Աստծուն ենք հաշիվ տալու։ Ասում է, դու ոչ թե մարդկանց սուտ խոսեցիր, դու Աստծուն սուտ խոսեցիր, Անանյա։ Ու տեղն ու տեղը Անանյան ընկավ, հոգին տվեց ժողովուրդ։ Դա նոր կտակարան էր, սիրելիներս։ Տեղն ու տեղը Անանյան ընկավ, հոգին տվեց։ Կինը եկավ, 3 ժամ էր անցել, կինը եկավ։ Սափիրա, այսքան գնով ծախեցիք ձեր կալվածքը, դե հա։ Ասում, այս ինչ է, որ երկուսդ միաբանվեցիք սուտ խոսեք Աստծուն։ Ասեց, ահա քո ամուսնուն թաղողների ոտքերը դռան մոտ են, քեզ էլ դուրս կհանեն։ Նույն պահին ընկավ, մահացավ։ Սիրելիներս, նորից եմ ասում, սա նոր կտակարան էր։ Սա նոր կտակարան էր, սա հին կտակարանը չէր։ Ու գիտեք ինչ է դրանից հետո գրված, մեծ վախ եկավ եկեղեցու վրա։ Գիտեք, ես ու դու ունենք Աստծո երկյուղի կարիքը, սիրելիներս։ Աստծո երկյուղը, Աստվածաշունչը ասում է սուրբ է։ Գիտես, Աստծո երկյուղը չի սարսափեցնում։ Աստծո երկյուղը դա նա է, երբ որ դու վախենում ես կորցնել իր ներկայությունը։ Աստծո երկյուղը դա նա է, երբ որ դու միշտ ուզում ես Աստծուն պատվես։ Աստծո երկյուղը դա նա է, որ դու միշտ ուզում ես Աստծո սիրտը ուրախացնես։ Դա քո համար այնքան թանկ է, որ դու վախենում ես դա կորցնես։ Դավիթը աղոթում էր մեղանչելուց հետո, երբ որ Բերսաբեի հետ շնություն գործեց, աղոթում էր Աստծուն, ասում էր. Տեր, քո հոգին մի վերառ ինձանից։ Ուրիշ բան չէր խնդրում, քո հոգին ինձանից մի վերառ։ Գիտես, դա ամենաթանկ բան էր, որ ինքը հասկանում էր, էդի որ կորցնի, ինքը կորած է, ամեն բան կկորցնի։ Եթե Աստված իր հետ չեղավ, ամեն բան կկորցնի։ Չի կարողանա իր թշնամիների առաջ կանգնի, չի կարողանա այդ ժողովրդին ղեկավարի, չի կարող օրնված լինի, եթե Աստված իրանից երես թեքեց, քո հոգին մի վերառ ինձանից, Տեր։ Բայց գիտեք, մենք այսօր շատ հեշտությամբ կարող ենք մեղ գործենք ու խղճի խայթել չզգանք շատ անգամ։ Բայց Աստված հարցնելու է, սիրելիներս,
Գիտեք ինչ տեղի ունեցավ, մեծ երկյուղ եկավ եկեղեցու վրա։ Աստծո խոսքը ասում է Աստծո վախը իմաստության սկիզբն է։ Ինչ Աստծո վախը, Աստծո երկյուղը չարն ատելն է։ Չարն ատելը, սիրելիներս, ես ու դու պետք է ատենք մեղքը, ոչ թե պետք է ատենք մարդկանց, մեղքը պիտի ատենք։ Մեղքը պիտի տեղ չունենա իմ ու քո կյանքում։ Ու գիտեք ինչ տեղի ունեցավ, երբ որ եկեղեցու վրա երկյուղ եկավ։ Սիրելիներս, երբ որ Տիրոջ երկյուղը եկավ, գրված է, մեծ հրաշքներ ու զորություններ էին լինում, բժշկություններ էին լինում։ Աստված գերբնական ձևի սկսեց շարժվել, որտեղ ժողովրդի սիրտը փոխվեց, եկեղեցու սիրտը փոխվեց, եկեղեցին ուրիշ ձևի սկսեց Աստծուն նայել։ Եկեք ոտքի կանգնենք։ Այսօր մենք աղոթք կանենք, սիրելիներս։ Մենք այսօր հաղորդություն ունենք։ Աստծո խոսքը ասում է, երբ որ մոտենում ես Տիրոջ մարմնին ու Տիրոջ արյանը, նախ փորձի քո անձը։ Գիտես, ես կուզենամ, որ ամեն մեկը փորձի այսօր իր անձը։ Խորիր սիրելիս քո կյանքի մասին այսօր։ Մտածիր ինչ կա քո կյանքում, որ դա Աստծուն հաճելի չի, որ Աստված դրանից զզվում է։ Քննիր սիրտդ, ինչն է, որ քեզ անհանգստացնում է։ Ինչն է, որ հենց դու դրա մասին հիշում ես, քո ուրախություն ու խաղաղությունը գնում է քեզանից։ Ինչն է, որ քեզ գիշերները հանգիստ չի տալիս։ Ինչն է, որ քեզ թույլ չի տալիս մարդկանց աչքերի մեջ պարզ նայես։ Ինչն է, որ քեզ խանգարում է մարդկանց հետ սիրո փոխհարաբերություններ ունենաս։ Ես ու դու սիրելիներս պետք է լուծենք մեղքի հարցերը։ Փառք Հիսուսին, որ ինքը արդեն խաչի վրա լուծել է մեղքի հարցերը, բայց ես ու դու էլ մեր կյանքում պիտի լուծենք մեղքի հարցերը Աստծո շնորհքով։ Ուզում եմ եւս մի անգամ կարդամ այդ տեղը ու իրար հետ աղոթք կանենք, դրանից հետո հաղորդությունը կընդունենք։ Կուզենամ նորից 32 Սաղմոսը կարդամ։ Ես մեղքս հայտնեցի քեզ և անօրինությունս չծածկեցի։ Ասեցի, թե անօրինությունս խոստովանեմ Տիրոջը և դու թողեցիր իմ մեղքի անօրինությունը։ Գիտեք, Հակոբոսի մեջ է գրված, ասում է իրար խոստովանեք ձեր հանցանքները և իրար վրա աղոթք արեք, որպեսզի բժշկվեք։ Սիրելիս, կա ժամանակ, եթե զգում ես չես կարա պայքարես մեղքիդ հետ, եթե զգում ես չես կարա դրանից ազատվես, ինչ որ մեկի մոտ գնա, ում վստահում ես, պարտադիր չի դա հովիվը լինի, ում որ վստահում ես սիրելիս, հոգևոր մարդ գտի, ով որ իրոք ինչ որ հոգևոր հասակ ունի, ում որ կարաս վստահես քո ներսի գաղտնիքը, մի պահի դա քո մեջ, գնա խոստովանի, ամոթ է, գիտես ավելի ամոթ է, երբ որ բոլորն են դրա մասին իմանում, ավելի ամոթ է, երբ որ քո ամբողջ շրջապատող մարդիկ են իմանում, բայց ավելի լավ է ժամանակին դրա հարցերը լուծենք սիրելիներս։ Ամոթ է, ոչինչ, ամոթով գնա, իհարկե ամոթ է, մեղ գործելը միշտ էլ ամոթ է, կապ չունի այդ մեղքի անունը ինչ է, մեղ գործելը միշտ էլ ամոթ է սիրելիներս, բայց գնա գտի ինչ որ մեկին, խոստովանի քո մեղք, ասա լսի մեղանչել եմ, սենց բան եմ թույլ տվել, ծանր է ինձ ասել, այո, ամոթ է, գիտեմ որ վատ բան եմ արել, բայց ուզում եմ հետդ կիսվեմ, ուզում եմ հետս աղոթք անես, ուզում եմ ազատվեմ սրանից, ուզում եմ, որ Աստված մաքրի ինձ սրանից, ուզում եմ իմ ուրախություն ու խաղաղությունը վերականգնվի, գտի ինչ որ մեկին իր հետ աղոթք արա սիրելիս։ Ես խոստովանեցի, հայտնեցի քեզ և անօրինությունս չծածկեցի, ասեցի անօրինությունս խոստովանեմ Տիրոջը և դու թողեցիր իմ մեղքի անօրինությունը։ Սրա համար ամեն բարեպաշտ աղոթք կանի քեզ գտնելու ժամանակումը։ Հիրավի շատ ջրերի հեղեղները վեր կենալիս չեն հասնի նրանց վրա, դու ես իմ ապաստանը, նեղությունից կպահես ինձ, փրկության երգերով կպատես ինձ։ Փառք Տիրոջը։